Բարի երեկո բոլորին։ Այսպիսի ուժ ժամերի ես եթերներ չեմ անում, տեղյակ եք, բայց կարևորություն եմ տալիս եւ ճիշտ եմ համարում, որ այս մասին խոսանք։ Ժողովուրդ ջան, ի՞նչ է կատարվում մեր համացանցում։ Մենք իրապահ համակարգ չունենք արդյոք։ Լավ, եթե իմ բերանից հնչվել է մեկ խոսք ոչխար բառ, ինձ քրեական վարույթ են ձեռնարկել, տարել, դատել, չգիտեմ, ամիսներով տնային կալանքի ենթարկել, այսինքն համացանցում իմ բերանից դուրս է եկել ոչխար բառը, բայց այսօր համացանցում ինչքան հայոյանք ասես տրվում է, ով պետք է այս մարդկանց հարցերով զբաղվի։ Իմիջիալոց կին տղամարդ խառնվել է իրար։ Կանայք հայհոյանքներ են տալիս ձեռական բնույթի, որ նույնիսկ ես տղամարդ տեղովս ես այդպիսի հայհոյանքներ չեմ օգտագործում, այն էլ հələ եթերներում։ Էս ի՞նչ է կատարվում։ Լավ, իմ ուղղությամբ հայհոյանքներ տալուց ես արդեն գիտեք ինչպես եմ նայում։ Առաջներում շատ էի նեղվում այդ մարդկանց հանդեպ, ինչ որ փորձում էի հետապնդումներ անեի, բռնեի, ինչ որ պատժիչ գործողություններ ձեռնարկեի։ Ես հիմա ոչ մի բան չեմ անում։ Նախ առաջինը տվյալ մարդիկ չունեն այն համարձակությունը, որ իմ դեմը կանգնեն հայհոյեն։ Այդ մարդիկ TikTok-յան, Facebook-յան, չգիտեմ, այդպես հարթակներում են հայհոյում, սոցիալական հարթակներում, կոնկրետ TikTok-յան հարթակում, որը պետքա արդեն ինչքան նորմալ մարդիկ բողոքներ են ուղարկել, թե իշխանությունների են, թե իրապահ համակարգին, որ զբաղվեք այդ մարդկանցով, բայց ոչ մեկ չի զբաղվում։ Ես չեմ հասկանում, մենք կորցրել ենք մեր ինքնությունը, մեր դաստիարակությունը, մեր բարոյականությունը, արժեքային համակարգերը, ոչ մի բան չունենք։ Այս մեր երեխեք պետք է մտնեն ինտերնետ, այս թերթեն ու ինչքան հայախառը նյութեր ելնի, տես նստեն, լսեն, սովորեն կամ աչքով ընկնի, այնքան անհարմար բան է ստացվում, որ TikTok-ը թերթելուց չգիտես հաջորդ տեսանյութը ինչ է ալել, դու չես ընտրում թե ինչ է գալու։ Facebook-ում միգուցե կարա տես վերնագրելի կամ YouTube-ում ավելի ճիշտ վերնագիր է գրած, դու գիտես ուր ես մտնում նայես, ինչ է կատարվում այդ նյութի տակ։ Բայց TikTok-ը այդպես չէ, թերթում ես ու կոմենտ բերում է ինչ որ կենթանակերպեր, ինչ որ կենթանատեսակներ, նույնիսկ կենթաները կվիրավորվեն, որ իրանց հայմատեցի այդ տեսակների հետ։ Ու միանգամից հայախառը խոսում են։ Սրա վերջը երբ է լինելու։ Ոսկի երբեք դուք կարենալու արգելափակեք տվյալ մարդկանց գործունեությունը համացանցում կամ պատասխանատվության ենթարկեք։ Հետո այս ամեն ինչը ես տեսնում եք հանգիստ եմ ժողովուրդ, ես չեմ բորբոքում, չեմ ջղայնում, որովհետև այդպիսի մարդիկ, որ հայհոյանք են տալիս, ես չեմ ընդունում, իմ վրա չեմ վերցնում։ Մայր են քրվում, երեխա են քրվում, ամեն ինչ քրվում են։ Կոնկրետ անունը ստալով ասում են Գևորգ Առստամյան, ես քո մաման, քո երեխեքին, ցես բաներ են ասում։ Դուք ինչ եք մտածում։ Այս երևույթը պետք է ասես թույլ տակ շարունակվի կամ գիտեք Գևորգի մայրը իր տունը հանգիստ նստած ազդում է իրան կամ երեխեքս են, երեխեքս պարկած քնած են, մայրս հանգիստ իր տեղը քնած է, ես էլ հանգիստ ձեզ առաջարկում եմ, եկեք մի բան մտածենք, որ այս մարդկանց իրանց տեղը ցույց տանք։ Դուք իրավապահ համակարգ, ազգային ժողով, համապատասխան մարմիններ, որ պետք է զբաղվեք, դուք չեք զբաղվում եւ դուք դրթում եք, որ ես կամ այն մեկը այն մյուսը գնա հանցագործության, չէ՞։ Գնանք բռնության, հաշվեհարդարի ու վերջում մեզ բռնեք դատեք, հա, ինչի, որովհետև դուք չեք զբաղվում, ձեր գործը չեք անում։ Այդ մարդիկ ինչու դեմքները բաց, հայտնի մարդիկ ասստեղը իրանց դեմքը հայտնի է, ցույց են տալիս ովքեր են։ Եվ այսպիսի խոսույթ են օգտագործում ու դուք հանգիստ նստած նայում եք, խի ոստիկանությունը, քննիչները, դատավորները, դատարանը, մնացած իրապահ համակարգի մարդիկ, ընտանիքի անդամները չեն օգտվում համացանցից, չեն տեսնում ինչ է կատարվում։ Բա որ օդը կեղտոտենք էկոլոգները կզբաղվեն։ Միտեղ հրդեհլնի հրդեհները բանը հրշեջները կգնան կանջատեն։ Մարդը նինգած փոսը սպասած ելնի, ոնց է կոչում, կգնա կփրկի, փրկարարծառայությունը կգնա կփրկի։ Հասկանում եք, ահա զանգ են ստանում սպանության մասով ոստիկանը գնում, ահա զանգ ասկացին ստանում, որ միտեղ կրակա բաժարա անգել, գնում են հանգցնում։ Հիմա TikTok հարթակը բաժարա անգել, հասկանում եք դուք ով պետք է զբաղվի։ Ազգային ժողով ինչով եք զբաղված, դուք մի հատ օրինագիծ մշակեք, այնպիսի նախագիծ մշակեք, որ կարողանաք սրա դեմը առնենք։ Այս ինչ է կատարվում։ Ինձ հայհոյում են, վիրավորում են, հայհոյանքներ են տալիս։ Ես մի հատ այսպիսի դրվածք եմ դրել, այսպես ասած, շուտվանից դեռ, բոլորն էլ տեղյակ են, բայց շարունակում են ապուշները հələ հայհոյել։ Ապուշները ավելի վատ բաներ են։ Նախ առաջին ուզում եմ ես 100% ինֆորմացիա հայտնել։ Բոլոր հայհոյանք գրողները ինտերնետում, ով ինձ հայհոյանք է գրել, բոլորը, անխտիր, ցես փոքրից մեծ 20 տարեկանից մինչև 70-80 տարեկան, այդ ոչ մի բաները։
Դրանց կամ ծնողներն են անբարոյական կամ հենց իրանք են անբարոյական։ Չկա մի հատ նորմալ մարդ, որ ինձ հայոյանք ա գրել, նայեմ, ուսումնասիրեմ, հետաքրքրեմ ու չբացահայտեմ, որ ինքը իր էությամբ, իր վարքով անբարոյական է, կամ ինքը կամ իր դաստիարակողը։ Այդ իսկ պատճառով, տեսեք ինչ եմ ասում, ես մի այսպիսի հայտարարություն եմ արել, դրվածք եմ դրել դեռևս մի քանի տարի առաջ, նկատելով, որ կան անպատասխանատու եւ ոչ դաստիարակված կենդանիներ, մտնում են ինձ հայոյանք են գրում, որպեսզի ես բառացի բոլորին չպատասխանեմ, անվանական չպատասխանեմ, այսպիսի մի հատ կանոն եմ սահմանել, ով որ ինձ հայհոյի իմ քաղաքական մտքերի համար, իմ գործնեության համար, ես հայհոյում եմ իր մորը, իր դաստիարակողին, իր ծնողին։ Ասել են, Գևորգ, դու սխալ ես, օրինակ տես խոսակցություններ է եկել, երևի սովետական տես մտածելակերպից եկել են, ծնողը սուրբ է, բան, չի կարելի ծնողին հայհոյել, ասում եմ, լսեք, ես էլ եմ ծնող։ Վերջապես եւ իմ ծնողը տենում է, լսում է, մեկնաբանությունները ընթերցում է, թե իր որդուն ինչ են գրում։ Այո, 99%-ը բարեմաղթանքներ է իմ տեսանյութերի տակ, լավ խոսքեր է, բայց ինչու պետքա իմ ծնողը ընթերցի, որ իր երեխուն հայոյանք են տալիս։ Բա դու ասում ես ծնողին պետքա հարգենք։ Գևորգ, դու ծնողին խի քրֆեցիր։ Մանավանդ Գևորգը անհատապես չի ասում ես քո մերը, ասում է ով որ ինձ հայոյանք ա գրում, նույնիսկ ես չի կներեք ժողովուրդ, ասում շները ձեր ծնողներին ինչ ուզեք անել։ Այն ինչ որ դուք ինձ եք ասում, շները ձեր ծնողներին։ Ըստ ասում են, վայ, բա գիտես ծնողը սրբություն է։ Սուտ են ասում, բոլորի ծնողները սրբություն չեն։ Իմ համար այդ մարդկանց ծնողները սրբություն չեն։ Ազնվոր են ես խոստովանում եմ։ Այդ մարդկանց ծնողները իրանց այդպես դաստիարակել գցել են հանրային կյանք, հասարակության մեջ եւ հասարակությանը իրանք փչացնում են։ Այդ տեսակները, ասում եմ, ինտերնետ հարթակով, TikTok, Facebook, այս հարթակը օգտագործում են, որ կարան օգտակար բան անեն, օգտագործում են հասարակությունը թունավորելով, հիվանդացնելով։ Եվ ես ինչպես ասեմ, որ քո ծնողը լավն է, կամ քո ծնողը սրբություն է, քո ծնողը քո համար միգուցե սրբություն է, չնայած չեմ հավատում, եթե դու քո ծնողին հարգես, շունշան որդի, դու ինչպես կարող ես համացանցում հայհոյանքներ օգտագործես։ Դու քո ծնողի մոտ ես արդեն հայոյանք, Գևորգին հայհոյելով, դու քո մոր մոտ ես, որտեղ չես կարա երթվես, որ քո մերը չի նայում քո եթերները, չի նայում քո տեսանյութը, որ դու հայոյանք ես տալիս, հայոյանք ես գրում։ Ճիշտ է, բա շունշան որդի, ոնց կարող է դու ծնող հարգես, եթե դու քո ծնողին չես հարգում, քո ծնողի աչքի դեմը TikTok հարթակում հայոյանք ես տալիս։ Դու մտածում ես Գևորգը իրավունք չունի քո ծնողին ուղիղ ասի քո սենսը քո նենսը, մեր փողոցի շները քո մային էլ քո պապային էլ։ Ես այդպես եմ ասում, որտեղ իմ համար սրբապղծություն կլինի, որ ես ասեմ ես քո ծնողին սենս, իմ կողմից ես ճիշտ չեմ համարում, որտեղ իրանց ծնողները նախ սրբապիղծ են, անբարոյական են, անդաստիրակ երեխեք են դաստիրակել գցել հասարակության մեջ, եւ վերջապես ես իսկ թույլ չեմ տա այդպիսի մարդու հետ առնչություն ունենալ, ել չեմ ասում ինտիմ կապ։ Դրա համար ինտիմ հարաբերությունների պահով շներին եմ ուղարկում իրանց մոտ։ Այստեղ մի հատ ապուշ բան է, իրանք ասում է, դա անվանական չեմ ասում եմ, ով որ ինձ հայհոյել է իմ քաղաքական արտահայտված մտքերի համար։ Ես շներին ուղարկում եմ իր ընտանիքի մոտ։ Ու սկսում են ուղիղ ինձ հայհոյել։ Դե ես էլ քո մաման, այսինքն իրանք ընդունում են, որ իրանք ինձ հայհոյել են։ Եկեք հասկանաք, եթե ես սխալ եմ անում, ձեր ծնողին հայհոյում եմ։ Դուք ինչքանով եք ճիշտ անում ինձ հայհոյելուց։ Բա փոխկապակցված է, չէ՞։ Ձեր սխալը բերում է նաև իմ սխալը։ Ես եթե դուք ներողություն եք խնդրում, ասում եք, դե Գևորգ գալաթ ենք արել, քեզ հայհոյել եք, ես էլ ասեմ, դե գալաթ եմ արել, որ շները ուղարկել եմ ձեր տունը, չէ՞։ Ինչ է ստացվում իրականում։ Ստացվում է դուք սկսել եք, ես վերջացրել եմ։ Դուք սկսել եք իմ հանդեպ ինչ որ բաներ, ես էլ ձեզ պատասխանել եմ, վերջում դուք ներողություն եք խնդրել մի կողմ քաշվել, ես էլ ասեմ, հա, դե ես էլ ձեր ծնողների մոտ շուն չեմ ուղարկում։ Ինչ եղավ իրականում։ Իրականում եղավ այն, որ դուք ձեր սրբությունները գցեցիք իմ ոտերի առաջ։ Ինչու եք թույլ տալիս։ Կամ այդ ինչ մտածելակերպ ասում է ծնողին չի կար։ Արա այդ ծնողը ասում եմ գցել է հասարակության մեջ հիվանդ կենթանակերպ է, ովքեր որ փչացնում են մեր երեխաների վաղվա ապագան, դաստիարակությունը։ Ասում է սրբությունա չի կար, սուտ են ասում։ Կան չէ, կանայք կան չէ, որ տղամարդիկը շաբաթը մեկ փոխում են, օրը մեկ փոխում են, կեսօրից հետո փոխում են, չէ։ Եվ այդ կանայք երեխեք ունեն։ Այսինքն իրանց այդ մայրը ինքը իր վարքով անբարոյական է։ Անբարոյականի դուք անվանում եք սրբություն։ Ժողովուրդ, էլի մայրը կարա այդ անբարոյական մայրը այդ զավակի համար լինի սրբություն, բայց Գևորգ Առստամյանի համար չի կարանա լինի սրբություն։ Դրա համար ես
վերլուծելով ձեր պահելաձևը համացանցում, ես եկել եմ այն եզրակացության, որ ձեզ նորմալ մայր չի դաստիարակել։ Ձեր մայրը անբարոյական է, կամ դուք եք լրիվ հղպացած, դուրս եկած բարոյական գծերից եւ համացանցը թունավորում եք։ Այդ իսկ պատճառով ես ինձ վերապահում եմ ձեզ ասեմ ձեր ծնողներին, շները, կենթանիները, փղերը, ընձուղտները։ Բա ես ինչ եմ ասել, որ դուք ինձ հայհոյում եք։ Ես ինչ եմ արել, միտք եմ ասել։ Կիսում եմ որևէ քաղաքական ուժի կամ որևէ անհատի գաղափար, արտահայտված միտք, կատարած աշխատանք, ու դուք ինձ դրա համար հայհոյում եք, ապացուցեք, որ դուք ճիշտ եք անում։ Համոզեք ինձ, որ քաղաքական միտք արտահայտող մարդը արժանի է հայհոյանքի։ Այդ ոչնչություններ։ Այն 18-20 տարեկանում էլ մենք սխալ ենք մտածել, իմացել ենք աֆիցերին սպայն հայհոյում էին թաքուն, էլ դեմը չես կարա հայհոյես։ Այսին սպան սենսի տղա է, այնցի տղա է։ Ու մենք զինվորներով բանում նստել ենք արդեն իտոգը տվել ենք, հա, այդ աֆիցեր հետևն ենք է տալիս։ Եկավ մի պավ արդեն 20 տարեկան եմ, երևի 19 տարեկան եմ, սկսել եմ մտածել, լավ, ես էլ եմ իներցիայի տակ ընկել, իմ հասակակից զինվորների հետ նստած պատի տակ սիգարետ ենք ծխում ու ասում ենք, այս ինչ աֆիցեր է սենսի տղա է, նենցի տղա է։ Որ եկա 19 տարեկան, 20 տարեկան արդեն ոչ ժամանակ անցավ, սկսեցի այդ ուղղությամբ մտածել, ինչպես ես կարող եմ այդ աֆիցերին հայհոյել, եթե ինքը զինվորական պարտականությունն է կատարում, այդ թվում հայրենիքի պաշտպանության ինքը մարտիկ է։ Ինչպես կարելի է բացի հարգանքից ուրիշ բան խոսալ այդ աֆիցերի հանդեպ։ Այո, կարող աֆիցերը նեղացնում է, կարելի է նեղացած վախնել, մի քիչ կոպիտ խոսք ասած, բայց ոչ հայհոյած։ Ես այսինքն 19-20 տարեկանում եկել եմ այն ընդհանրության, որ չի կարելի մարդուն հայհոյել։ Եվ իմ հանրային գործունեության մեջ տեսնում եմ հայհոյանքներ, սահման եմ դրել, օրենք եմ մշակել, կանոնադրություն եմ դրել, ասել եմ ինձ հայհոյողին ես խլեշ եմ անում, խլեշը ով չգիտի ասեմ, դա մոր հոր ծնող հայհոյելն է։ Ասում են ծնողը սուրբ է, ոնց է սուրբ, այդպիսի ծնողը, այդպիսի զավակ, ինչպես է թույլ տվել, որ լույս աշխարհ գա, կամ բերելես աշխարհ, չես դաստիարակել, ինքը պետքա իր մաշկի վրա, իր հոգու վրա զգա այն ցավը, ինչը որ ինքը պարգևում է ուրիշներին։ Լավ, ես ձեզ չեմ հայհոյել, չէ՞ ճիշտը խոսանք։ Ես միտք եմ ասել, դուք ինձ հայհոյել եք առաջինը, ես ինձ թույլ եմ տվել ձեր դաստիարակողին նույն հայհոյանքը տալ։ Ինչու եք վատ զգում։ Բա պատրաստ եղեք, էլի։ Խաբեության մեջ մի ապրեք։ Մի մտածեք, որ ծնողը սրբություն է, ուրեմն Գևորգ Առստամյանին կարանք մենք քրֆենք, ու ինքը դե մեկա ծնողը սրբություն է, չի կարա մեր ծնողին քրֆի։ Ոչ, ասում եմ, ես ոչ մեկին չեմ հայհոյում, ժողովուրդ ջան, նույնիսկ քաղաքական գործիչներին, որ գիտեմ, չէ, հայհոյենք էլ, օրինակ, չէ, իմ պարագայում հետևից կգան, իրավապահ համակարգ կուղարկեն հետևից։ Բայց այսպեսի մի բան կա, քաղաքացիները բարձր պաշտոնյաները, այդ թվում Փաշինյանին, որ հայհոյում են, Փաշինյանը սաղի հետևից մարդ չի ուղարկում, որ գնան հավաքեն տանեն։ Այդ մարդիկ էլ առիթավորված հայհոյում են, ասում են դե մեկա Փաշինյանը մեզ չի ձերբակալի հայհոյանքի համար, չէ։ Ժողովուրդ ջան, հիմա ես էլ չեմ անում, հասկանում եք, ես քաղաքական գործիչներին չեմ հայհոյում, Փաշինյանին չեմ հայհոյում, Ռոբերտ Քոչարյանին, ոչ մի քաղաքական գործչի ես չունեմ հայհոյանք տված։ Ինչու են ծնվել TikTok-յան հարթակում մարդիկ, ովքեր որ տենց ազատ հայհոյանք են տալիս ինձ, ու իմանալով ես որ իրանց տեղերը չգիտեմ, ձեռս չի հասնում։ Հասնելու պարագայում իհարկե ես լավ պատիժ տալու եմ։ Ես խոստանում եմ, իրավապահ համակարգը թող հիմիկվանից կամ զբաղվի այդ մարդկանցով, կամ որ հարմար պահը եկավ, դուք չնայեք իմ բարեկիր քաղաքավարի խոսույթի վրա։ Ես շատ կոպիտ եմ, շատ բռի եմ, շատ ագրեսիվ եմ, եւ ես չեմ կարա երթվեմ, որ վատ բանով չի ավարտվելու այդ մարդկանց հետ իմ շփումը։ Աստված չանի այդ մարդիկ իմ ձեռը ընկնեն։ Աստված չի թողում, որ այդ մարդիկ իմ ձեռը ընկնեն։ Չնայած նրան, որ իրանց թվում է, թե վայ, մենք Գևորգին բռնենք, բակ էսա կսպանենք, էսեն, ես ձեզ խոստանում եմ վատ օրեր, վատ պահեր, եթե դուք հայտնվեք իմ ձեռքում, որովհետև ինչքան ես դիմել եմ իրավապահ համակարգին, ձեզանով զբաղվեն ինձ հայհոյողներին։ Իրավապահ համակարգը ասում է, թե քրեական վարույթ չկա։ Ինչի, որովհետև ազգային ժողովի պատգամավորները հանել են այդ հոդվածը։ Այսինքն քաղաքացու բարոյական արժանապատվություն, ինքնասիրություն, սրբություններ 0-յա։ Սա քանից ես ասել եմ։ Բայց դե ամեն դեպքում այդ նույն իրավապահ համակարգում աշխատող մարդը ազգային ժողովի պատգամավորի երեխան, անչափահաս երեխան լսելու է սրանց հայհոյանքները, տեսնելու է այդ ամեն ինչը, եւ ես ասում եմ, սա կոչվում է այլասերում։ Սա դառնում է որ մեր հասարակությունը դառնալու է պոռնիկ հասարակություն շատ կներեք խոսքիս համար եւ Աստվածաշնչում ինչպես նշվել է Սոդոմ Գոմորի մասին, որ քաղաքը ժողովուրդը պոռնիկացել են, փչացել են անբարոյական, ժողովուրդ
Այն ժամանակ ինտերնետ չկար, ուրիշ ձև էր ստացվում։ Հիմա ինտերնետով ավելի արագ է ստացվում։ Ինչպես կարող եք դուք թույլ տալ այդպիսի մարդիկ, որ եթեր բացեն, ընդհանրապես մեկնաբանություն գրեն, այդ մարդիկ պետքա ըլնեն իզգոյ, իրանք պետքա առողջ հասարակությունից հեռանան, հիվանդացնում են ու պատասխանը ստանալով, որ ասում ես համատարած եմ ասել, փոքրից մինչև մեծ 20 տարեկան կլինես, 46, 56, 106, եթե դու ինձ հայհոյանք ես տվել, ես քո տունն եմ ուղարկում շներին։ Հիմա դու էլ կարող ես նույնը ինձ ասես, դե ես էլ քո տունն եմ ուղարկում, ասա տենամ խի ծնվեց այդ քֆուրը իմ կողմից քո հանդեպ, ինչից ծնվեց։ Սուսպուս դու քո տունը նստած էր, ես քո տունը շներ ուղարկեցի, ոչ, ես քաղաքական միտք ասեցի, ինչ որ հանրային հասարակական գործունեությանս մեջ գնահատական տվեցի որևէ քաղաքական գործի, ինչ որ իրավիճակ լուսաբանեցի, մեկնաբանեցի, դու ինձ հայհոյեցի։ Շանթուլա, ես քո քաղաքական պապային չեմ հայհոյում։ Քո քաղաքական պապան, որ հայտնվել է, կեսը Բաքվում են, կեսը Երևանում են հայտնվել։ Ասացեք տենամ իմ մեղքի չափաբաժինը ո՞րն է։ Ինձանից մենակ Արայիկ Արարությունյանը, Բակո Սահակյանը, Արկադի Ղուկասյանը իրավունք ունեն նեղանալ։ Ինչի, որտեվ ես իրանց չկարողացա լավ բացատրել, որ ձեր վարած քաղաքականությունը բերում է էթնիկ զտման, բերում է Արցախի հայաթափման։ Այդ տեսանյութերը կա, ես դրա մասին խոսում եմ Ղարաբաղից։ TikTok-ում, Facebook-ում այդ տեսանյութերը կա, ես դրա մասին խոսում եմ։ Բայց ուրեմն լավ չեմ խոսացել։ Ուրեմն չեմ կարացել Արայիկի, Բակոյի, Ղուկասյանի ուղեղը մտցնեի, որ տղերք, ձեր պահվածքը բերում է սրան, ու իրանք չեն հասկացել, լուրջ չեն ընդունել ինձ։ Լավ, հիմա ասացեք տենամ, եթե ես ասել եմ, բայց իրանք չեն լսել, աշունշան որդիներ, ինձ խեք հայհոյում։ Լավ, իրանք են չէ ձեր պատասխանատուները, իրանք ձեր կյանքի, անվտանգության, Արցախի պաշտպանության, հայկական լինելիության պատասխանատուներն են։ Այս երիտասարդը, որ ձեր դեմը կանգնած է, նա մի գրամ չունի պատասխանատվություն, ավելին փորձում է պատասխանատվություն վերցնել իր ուսերին։ Ժողովրդին ուղղորդելով, որ այդ մարդկանց մի հավատացեք, այդ մարդիկ ձեր օրը բերելով են սև, իսկ անց ձեր ապագան է դառնալու է այսպիսի պատմություն, ինչ որ հիմա անգել եք մեջը։ Լավ, այդքանից հետո ես անվանական չեմ ասում, Ստեփանակերտի այն 8 անգամ աբորտ արած, տարբեր մարդկանցից աբորտ արած կինն է հայհոյում։ Այն մեկը, չգիտես, տղամարդա թե կինա խառնվել է իրար, այնի է հայհոյում, այն մեկը անիծում։ Այն մեկը, որ չգիտենք ինքը ինչ տրավմա է ստացել, մերը ում հետ է բռնցրել, եկել ես ինձանից ես պահանջում արա։ Ես քո մոր հետ չեմ եղել, քո մերը, որ ինչքան էլ ուզի իմ հետ հարաբերություն ունենա, անհնար է էդի։ Ես չունեմ ես ձեր մամանների հետ նույնիսկ գիտեք սովորական շփում։ Ես չունեմ էդի։ Արա ժողովուրդ ջան, ասում եմ, փետը ոնց ֆրցրել եմ, դարձել են ամբարո, ոչ թե դարձել են, ամբարոյական են դուրս եկել։ Երեք էլ մի հատ բարձեցի, ասում են, էսի մի կին կա էլի իմ հետևից բամբասում, հա։ Երեք բարձեցի, որ էտել է դու մի ասա, հա, էլի սենց մարդիկ հա ունեցել, ամուսինը կողքը լիքը մարդիկ հա ունեցել։ Դե ես էլ ինչ ասեմ, դրա համար եմ հանգիստ այսօր խոսում, որ ձեր տված հայհոյանքը եւ ձեր տված անեծները ես արդեն չեմ ընդունում։ Առաջ ընդունում էի, վատը ես զգում վիրավորվում եւ սկսում էի պատասխան տալու։ Ես չունեմ ձեր հետևից գնալու, ձեզանից պատասխան ուզելու։ Ձերս կընկնեք, ձեր մամանները կլացեն ձեր հետևից։ Ձերս չեք ընկնի, շարունակեք ինչպես ուզում եք։ Ձեզանով պետք է զբաղվի իրավապահ համակարգը, որը ես համարում եմ, որ չի աշխատում։ Իսկ իրավապահ համակարգը չի աշխատում, որովհետեւ ազգային ժողովը չի մշակում այդպիսի օրինագիծ, որի շնորհիվ կարելի է այդ մարդկանց դեմը առնել։ Հասկացաք, էս է իրավիճակը, ժողովուրդ ջան, խնդրում եմ, բերեք մեր վաղվա երեխեքի ապագան չփչացնենք։ Այդ անասունները, սրանք երեխեք ունեն, միգուցե թոռներ ունեն, մեկը կա պետք է ամուսնանա կամ ամուսնացել է երեխա ունի, արա դուք ձեր երեխեքի առաջ կանգնում եք քֆուր տալ, ձեր ուղեղը չի աշխատում, որ այս անտեր ինտերնետը, սա բաց հարթակ է, սա ձեր բեսեդկեն չի, ձեր գոմի մեջ չեք, որ ազատ ձեր բերանները բացեք ինչ ուզեք ասեք։ Սա բոլորը լսում են։ Բա դու ասում ես, վայ բա հայ մորը կքրֆեն, ասում եմ, բարա դու հայ մոր դեմն ես քրֆել, այ ոչխար։ Դու հայ մոր դեմը, դու իմ մոր դեմն ես ինձ քրֆում։ Հետո ասում ես, խի ես իմ մորը, որովհետև դուք իմ մոր դեմը ինձ քֆուր եք գրում։ Ես էլ դրա համար ասում եմ, ես ձեր տունը ուղարկեմ շներ, ես չեմ մտնի ձեր տունը, ես սրբապիղծ չեմ, որտեղ ձեր պահվածն է սրբապղծություն։ Դուք ուրիշի երեխուն, ուրիշի ծնող են, ես համ ծնող եմ, համ երեխա եմ։
Ինչպես ասել եմ, ես իմ հայրենիքին նայում եմ համ որպես երեխա, այսինքն հայրենիքից որպես ծնող, եւ իմ հայրենիքին նայում եմ որպես երեխա, այսինքն իմ հովանավորչության, իմ այսպես ասած հսկողության տակ գտնվող երեխա, որտեղ հայրենիքը, պետությունը դա յուրաքանչյուր քաղաքացու, այսպես ասած քաղաքացին պետքա տերը զգա իրան, տիրություն անի իր հայրենիքին, իր հայրենակիցներին, ժողովուրդ, ես եմ կարում անում։ Կարում եմ ես բարձրաձայն եմ, որ համացանցը թունավոր մարդկանցով լցված է, այդ մարդկանց պետքա դաստիարակչական աշխատանքներ տանել։ Ինչ ուզում եք արեք, ես չգիտեմ, իմ ձեռը չի հասնում, մանավանդ մեծամասնությունը Ղարաբաղցիներն են գրեմ, ովքեր որ ծրված Հայաստանի տարբեր կամ Ռուսաստանում տարբեր տեղեր ապրող մարդիկ են։ Եթե այս դեպքերը լիներ Ղարաբաղում, ես հնարավորություն ունեի Ղարաբաղում իրանց գտնեի, իրանց ճաշը տնեի իրանց դեմը, բայց ես շատ իմանամ որտեղ են ապրում, հասցե չգիտեմ, տարբեր տեղեր ծրված, հիմա սկի աղբորը տեղը չգիտի, խառը վիճակա։ Այդ անասունները, այդ անողնաշարավոր կենդանիները նույնիսկ նաև սովորական պրիմիտիվ լոգիկա չունեն, այնքան տգետ են, միտք ես արտահայտում, չեն հասկանում, գրական ես ասում, չեն հասկանում, բարբառով ես ասում, չեն հասկանում, ու չհասկանալով էլ քեզ քրֆում են, մտածելով, որ հա, դա լավ բան է, հա, ձեր քֆուրը, տեսեք, իմ վրա չի ազդում, ինչի, որովհետև ես չեմ ընդունում դա։ Դուք քֆուր եք տվել, ձեր մեջ սա դուրս եկել, չէ, ձեր բերանից սա դուրս եկել, ձեր բերանից դուրս է եկել, ձեր տան պատերի արանքում մնացել է։ TikTok-ը հեռախոսը միացրել եք, այս պահին ես մեր բակում եմ, չէ, դուրսն եմ։ Բայց մի պահ պատկերացրեք տանն եմ։ Եթե ես հայհոյանքներ եմ տալիս, իմ բերանից հայհոյանքներ է դուրս գալիս, որտեղ է այդ հայհոյանքը գնում։ Մնում է տանս մեջ։ Հիմա այդ սրբապիղծներին ես սա ոնց բացատրեմ։ Լավ Ժորժ ջան, դուք գրեք, ինչպես բացատրեք դրանց, որ դուք մեկ ուրիշի քաղաքական դիրքորոշման կամ իր կարծիքը հայտնելու համար հայհոյում ես, այդ մարդուն չի կպնում, դա քո ներսի եղածն է։ Երբ որ դու խոսում ես քաղցր, անուշ բառեր, երգ ես երգում, էդի քո մեջից է չէ դուրս գալիս, նույնն էլ հայհոյանք ես տալիս, էլի քո մեջից է դուրս գալիս։ Էս ուր ենք հասել։ Ես չգիտեմ ուղղակի ինչպես պայքարել սրա դեպը, ես բարձրաձայնում եմ խնդիր։ Խնդիրներ կան, որ բարձրաձայնելով մեկտեղ ես առաջարկություններ եմ անում, թե ինչպես անենք։ Այս պարագայում էլ եմ առաջարկություն անում։ Իմ առաջարկությունը ազգային ժողովը պետք է օրինագիծ մշակի, TikTok, Facebook, ինչպես է օրինակ Մոնթե Մելքոնյանի Գարեգին Նժդեհի նկարը որ դնում են, չէ՞, մարդիկ Facebook-ը բլոկում։ Այսինքն Ադրբեջանը ինչ որ պայմանագիր է ստորագրել, ինչ որ կապեր ունի, չէ, Facebook-ի հետ, որ այսպիսի պարագաները էջը բլոկվում է։ Արա, դուք չկաք այդքան, ամոթել է մեզ ամոթ։ Սաղ աշխարհում այդքան սփյուռք ունենք, սաղ աշխարհում այդքան հայեր են ապրում։ Չեք կարող TikTok հարթակի տնօրինության հետ կապ հաստատեք, ասեք, եթե այսպիսի բառեր, բանալի բառեր պետքա, սա հայհոյանք է, սա ցուցակ գրեք այդ հայհոյանքները, եթե մարդու բերանից նշվում է TikTok-ում, բլոկվի 1 օրով, 3 օրով, 1 տարով, ընդմիշտ պետքա մեխանիզմներ ձևավորեք, այ ընկերներ, այ Ռուբեն Ռուբինյան ջան, այ կողքդ նստած, որ այնքան անհանգիստ չեք կարում ձեր թազա պաշտոնին հարմարվեք, չեք կարում նստած տեղը չեք կարում, հելնում եք իշտում, ամբիոնից ելույթներ ունենում, սենց տեղը դնում սրան, նրան, վիրավորում կամ փորձում նվաստացնել, էտա ձեր գործառույթը, թե առավոտից իրիկուն ձեզ ներկայացնեմ հանրային կյանքում լիքը պրոբլեմներ, հետևից, մեկը որ չեք գնում, ներկայացնում եմ ինչ անեմ։ Հիմա պետք է ես ձեզանից պահանջեմ, որպես քաղաքացի, որպես հանրային հասարակական գործիչ, ես պետքա ոչ թե ձեզ խնդրեմ, պետքա պահանջեմ օրինագիծ մշակեք սրա շուրջ։ Պետքա դուք աշխատեք, որ ոչ մենք իրավունք չունենան այսպիսի իրան պահված թույլատրի հանրային կյանքում։ Իրանց տաները ինչ ուզում են ասեն, ինչ ուզում են ասեն, բայց այս համացանցը սա մեր քույրերի, սա մեր մայրերի հեռախոսները վերցրած սաղի աչքի դեմն է։ Ես բառացի քֆուր տված չկամ, որ իրանք ինձ քֆուր են տալիս, ասում եմ այդ նույնը շները ձեր ընտանիքին, ձեր մամային, ձեր պապային, ինչի ես բառեր չեմ օգտագործում, այն ինչ որ իրանք են ասում, բայց ինքը բառացի քֆուրներ է տալիս եւ ուղիղ ինձ է, ես ուղիղ մարդու չեմ հայհոյում, ասում եմ ովքեր որ ինձ հայհոյել են, նույնը իր ընտանիքին, իր մամային, իր պապային։ Նորից եմ ասում, երբեք չմտածեք, որ դուք չի ձեր մաման, որը դուք սրբություն եք միգուցե համարում, դուք սրբություն չեք համարում։ Ես ձեզ ապացուցեցի, որ դուք սրբություն չեք համարում։ Եթե դուք սրբություն համարեիք, գիտեք, որ իրանք էլ են լսում ձեր նյութերը, ձեր քույրերն էլ են լսում, մորքուրի աղջիկ, հորքուրի աղջիկ, օպարի աղջիկ, բայց ձեր քույրը քույր է, չէ՞։ Արա,
թուրքերին բան եք ասում եք թուրքը իր մորքուրի աղջիկան ուզում է իր քրոջ հետ պսակվում է դուք արդեն ինտերնետով պսակում եք ձեր քրոջ հետ ձեր մամայի հետ եք պսակում դուք շնացել եք արդեն դուք շուշան որդի եք բոլորին ախտիր վերաբերում է ովքեր որ համացանցում ինձ հայհոյելա բոլորիդ եմ ասում մնացածն ովքեր ուրիշներին են հայհոյում հրապարակային դե մի քիչ ես բերանս փակ եմ պահում չեմ հայհոյում այդ մարդկանց վատ բան չեմ ասում ուղղակի խնդրում եմ դարձի եկեք մի արեք տենց բան հասկացաք ինչ եմ ասում ինձ հայհողներին անխտիր բոլորին խլեշ ովքեր որ ուղղակի հայհոյանք են օգտագործում իրանց խլեշ չի հասնում իմ կողմից բայց իրանց խնդրում եմ որ կարգի հրավիրեք որովհետև ձեր եթերները ձեր թորնիկներն են նայում ձեր երեխեքը քույրերը մայրերը դուք սրբություն չունեք ուրեմն որ դուք ինձ հայհոյում եք այդ իսկ պատճառով եթե նույնիսկ մի պահ պատկերացնենք դուք սրբություն ունեք լավ իմացեք ձեզ բարձրաձայն ասում եմ ձեր սրբությունը թանկ չի իմ ինքնասիրությունից այդ իսկ պատճառով երբ որ դուք իմ ինքնասիրությանը կպնում եք լավ հիշեք որ ձեր սրբությունը իմ ինքնասիրության ցածր է եւ ես կարող եմ կպնել ձեր սրբություններին ձեր սրբությունները իմ սրբությունը չի այդ նույն վիճակով էլ իմ ինքնասիրությունը այո ձեր ինքնասիրությունը չի եւ ձեր սրբությունը չի բայց ես ձեզ պարտադրում եմ պահանջում եմ հարգանք եթե չհարգեք ինձ ես չեմ հարգի ձեր ծնողին ձեր դաստիարակողին ձեզ լույս աշխարհ բերողին արեք հարգենք իրար տեսեք ես ձեր հանդեպ ոչ մի անհարգալից խոսք հասկացանք լավ հիշեք նորից եմ կրկնում ձեր սրբությունները իմ ինքնասիրության մոտ չի կարա բարձր լինի քո համար կարող է բարձր լինի եւ իսկապես տենց է քո սրբությունը այո շատ թանկ է քո համար համեմատած Գևորգ ինքնասիրությանը բա նույնն էլ ես եմ քո հանդեպ զգում դու այդքան չկաս ես էլ ունեմ ինքնասիրություն ես էլ ունեմ սրբություն դու իմ ինքնասիրությունը սրբությունը տրորում ես այն ակնկալիքով որ դե ոչինչ դու հանրային մարդ ես պիտի սովորես դե հիմա քֆուր է գիտեք քանի դեպք է տենց եղել քֆուր են գրել անհարգալից խոս պատասխանը տվել եմ ասում ա դե Գևորգ ջան դու հանրային մարդ ես ամեն մարդու հետևից մի ինգա մի պատասխան ասում եմ էլի ես չեմ դնում հանրային պատասխանում անձնական մորը հիշում եմ ասում եմ շները մորը ցենց մարդը գնում է արդեն սկսում մտածել ասում այսպես քո Գևորգն էլ կար ասես բան ասի բա մենք գիտենք ինքը հանրային մարդ է ինքը մենակ հանրային ցենց քաղաքական թեմաներից խոսալու է մեզ էլ արհամարի ուզում եք արհամարեմ Այն արհամարում եմ, ուղղակի ես այս նյութով ընդհանրապես խնդրեցի մեր իրավապահամակարգին, առաջի հետ ինչ իրավապահամակարգ, իրավապահամակարգը իր գործը շատ լավանում է։ Ասեմ, Հայաստանի Հանրապետությունը մանավանդ ռայոնների ոստիկանությունը իրանց գործը լավանում է, բայց այդ ոստիկանությանը ազգային ժողովը չի տալիս գործիքակազ, լեզու չի դնում բերանները, արտոնություն չի տալիս, չի ասում մի քիչ էլ խստություն, մի քիչ էլ մկաններին անցեք, չի ասում հակառակը այնպիսի ռամկեքի մեջ են դրել ոստիկանությանը, որ ոստիկանությունը կարող է չկարենալ մարդ ձերբակալի առանց ազգային ժողովի, չգիտեմ, թույլտվությամբ երևի։ Լիքը ոստիկանության համակարգում աշխատող լավ տղերքի հետ էլ ծանոթ եմ, որ իրանք եւ լավ տղա են, եւ հայրենասեր պետականամետ մարդ են, եւ օրենքի պաշտպան են, բայց օրենք գրողը իրանք չեն։ Օրենքը գրվել է այդ ազգային ժողովում, մանավանդ արդեն քան 8 տարի է ազգային ժողովի օրենսդրությունը, ես ասում եմ, դրել ավիրել են։ Եվրոպայից ինչ վատ օրենք կա, բերել է ստե, ինչ լավ օրենք կա, այդ իրաց ձեռք չտալիս։ Այդ թվում ինչպես օրենքի, չեմ ուզում շատ ծավալվեմ, աշխատավարձերի պահը հետաքրքիր չի Եվրոպայի իշխանաբարձր, բայց հարկերի պահը ավելացրին։ Ինչքան վատ որոշումներ կա Եվրոպայից վերցրած, բայց ինչքան լավ բաներ կա Եվրոպա, դա չի հասնում ստե։ Ինչու չի հասնում, ես չգիտեմ։ Թեմայից չեմ ուզում շեղվեմ։ Խնդիրը սրա մեջ է։ Գնացեք, զբաղվեք այս մարդկանց հարցերով, այս մարդիկ արատ են ընդհանրապես մեր հասարակության մեջ, այս մարդիկ դիզի նման, պարազիտի նման, ինչպես ասեմ, էլի վնասատու, տենց վնասատու կենդանիներ են, որ մեր հասարակությունը հիվանդացնում են։ Ես էլ արդեն աղջիկ երեխա ունեմ, այսպիսի համացանցում, ես չեմ հասկանում։ Իրան արգել եմ, էսա մեծանալու հեռախոս, տղերքս էլի չեմ արգել եմ, լավ ասում եմ, տղերք են, նայում են, բայց աղջիկս մեծանալու է, ես ինչ անեմ, արգել եմ, ասեմ, մի մտի համացանց, մի մտի մի հատ հետաքրքիր, թեկուս կրթական, ինչ-որ գիտական, ինչ-որ պատմական, քաղաքական, աշխարհագրական, ինչ-որ մի ուղղության մի մտի հետաքրքիր, որտեղ կա թերթելուց մի հատ
Ստեփանակերտին 8 անգամ աբորտ արած կնոջ նման մեկը բերանը բացած անեցքա տալիս։ Այն մեկը ոչ գիտես տղամարդա, ոչ կինա, դրած մեր է ինձ քրվում։ Կինա իբր էլի։ Դե համ կինա, համ տղամարդ էլի, որ ասում են տենց էլ նոմա, չէ։ Մի քիչ խառնա, ես չեմ պիտակավորում, տենց հա ծնվել ինքը։ Բայց ուղեղը վերջի այդպիսի մարդկանց սաղ մի ձև չի աշխատում։ Ուղղակի իր անունը չեմ տալիս, ինքը որ նա իմանա իր մասին է խոսքը։ Կամ իմ փչացած լակոտը, ով է ինքը իր կյանքում, իր ապրածում։ Առանց իմ անունը տալու ով էր իրան ճանաչելու։ Իմ անունը տվավ ինձանից խոսես ճանաչելիություն ձեռք բերեց։ Հիմա արհամարում եմ, նեղանում եմ, որ արհա, որովհետև չկաք դուք այդքան ես որ ձեր հետ տնեմ լեզու թռչեմ, ձեր հետ զրուցեմ։ Հրավիրել են մի հատ եթեր այսօր TikTok-ում ինձ հարց են տալիս։ Ասում է Գևորգ, ասում են որ դու բազմաթիվ զինվորների կյանքի մահվան մեջ ես, ասում է մեղավոր։ Մարդ որ ի սկզբանե ասել է ոչ պատերազմի հաղթանակում եմ ես մասնակցել, ոչ պարտության, ոչ հաջողություններն է իմը, ոչ անհաջողությունները։ Ես Ղարաբաղի պատերազմում եղել եմ նեյտրալ մարդ, գտնվել եմ Ռուսաստանում։ Սա որոշ մարդիկ կարա թաքցնեն, ստենդե գլուխ գովան ասեն, հա պատերազմի մասնակից եմ։ Ես ազնվոր խոստովանում եմ, ես չեմ գտնվել Հայաստանում, Ղարաբաղում։ Ես 15 թվականից լքել եմ Արայիկից, Բաքոյից, վարած քաղաքականությունից գնացել եմ Ռուսաստան եւ գիտեի մեր գլխի գալիքը ինչա։ Այդ մարդկանց երեսից գնացել եմ։ Հիմա ինձ ինչի եք մեղադրում։ Եկել ասում եմ, բա sense բան են ասում են, մեղադրում են։ Ինչ կասես, ասի մեղադրողը որ խելք ունենա, ինքը կհասկանա, որ ոչ օֆիցեր եմ եղել, ոչ Արայիկի մարդն եմ եղել, Բաքոյի մարդն եմ եղել, կապ չունեմ իրանց հետ, երկրում էլ չեմ գտնվել։ Այս ինչ աբսուրդային մեղադրանքներ եք հնչեցնում իմ ուղղությամբ։ Կարեք բացատրեք։ Այսպիսի մտածելակերպի, այսպիսի ծանծաղ մտածելակերպի մարդիկ TikTok-ը լցված են, հավաքում են իրանց շուրջ մարդիկ ու սկսում են հավաքախառը բաներ խոսալ իմ հանդեպ։ Ով պետք է զբաղվի, ես չեմ հասկանում։ Բանա ասում չգիտես ինչպես պատասխանես։ Ասում եմ բանակից օրինակ խի ես դուրս եկել։ Ես գիտեմ ինչ որ բան հորինել են։ Բանակից խի ես դուրս եկել, ես չգիտեմ ինչ որ մի բան հորինած կնեմ, բայց ես չգիտեմ ինչպես պատասխանեմ։ Ասում եմ դե գեներալ մայոր էի։ Ես էլ ձգտում եմ գեներալ լեյտենանտ դառնայի։ Չտվեցին նեղացել եմ դուրս եկել։ Չէ, լուրջ։ Արա ինչ լուրջ։ Ոնց կարա լուրջ դե բան լինի։ Ես չեմ միակ տղան եղել, որ մտել եմ բանակ։ Հետո դուրս եմ եկել, ես պայմանագրային ծառայությունից եմ դուրս եկել։ Վերջի իմ 2 տարի ժամկետային զինծառայական այդ 2 տարվա պարտականությունը արել եմ։ Ես չեմ փախել իմ ծառայությունից։ 2 տարից ծառայել եմ, հələ մի շաբաթ էլ ավել, եկել մեր տուն, հետո իմ իրավունքն է զբաղվեմ քաղաքացիական կյանքով, մտնեմ ոստիկանության համակարգ, մտնեմ քննչական կոմիտե, մտնեմ բանակը։ Ընտրել եմ մտնեմ բանակը, բայց ոչ թե ինչպես շատերն են ուզում ներկայացնել հայրենասիրությունից դրդված, շատ ենք սիրել զինվորական գործը, բան sense ստեր են ասողներ շատ կան, էլի ես խոստովանում եմ, ես ոչ թե զինվորական գործը սիրել եմ, ես զինվորական գործը չեմ սիրել։ Զինվորական գործունեության մեջ մենակ դիսցիպլինան եմ սիրել, կարգապահությունը։ Էդ ինձ դուր է եկել բանակում, բայց ես զինվորական գործը ոչ թե սիրելով եմ մտել, այլ մտնել եմ ծառայության, աշխատավարձ ստանամ, իմ ընտանիքը պահեմ։ Բարի եղեք բոլորը, ովքեր որ իմ նման մտել են ծառայության ընտանիք պահելու համար, խոստովանեք, արեք մի խաղացեք Գարեգին Նժդե, արեք մի դրեք ձեզ Մոնթե Մելքոնյանի տեղը, արեք вообще Ռեմբո մի խաղացեք, հա։ Եթե Ռեմբո խաղաք, Ռեմբոն ես եմ եղել, որ այնպիսի ավտոյի քշում բանակում, որ ոչ այն դվորնիկ են ասում էլի, որ մաքրում է, ձունը գալիս, անցերև գալիս է դեմս չեմ տենում, ձունը երեսից խփելով պատուհանով հանում եմ տենամ ճանապարհը ուղեմ գնում, թե չէ։ Տորմուզները ատկազարած, Ռեմբոն ես եմ եղել, որ փոսերի, ցեխերի մեջ, սարերի մեջ ջուր եմ տարել, տղերքին հասցրել, ջուր են խմել, ինձ էլ օրհնել են, իրաց ծնողները օրհնել են, որովհետև ես ջրի հետ մեկտեղ այդ երեխեքին ծխախոտ եմ տարել, ինչ որ քաղցր բան են ծնողները ուղարկել, ավտոյից մեջ լցրած տարել եմ հասցրել։ Հա, հասկանում եք հիմա Ռեմբո է խաղում, ես եմ Ռեմբոն եղել, իսկի չեմ խոսում դրա մասին, տեսել են թուրքը վրես կրակում է, գյուլեքը ավտոյից մոտ գտնում է, Աստված էր պահում վերևից ինձ։ Ավտոն քշել եմ, չեմ թողել, պետք է թողնես փախնես տենց վախտը։ Ավտոն կանգնեցնում ես, թռնում, գնում մի հատ խրամատ, փոս մտնում, որ չկպնի, բայց ես համ իմ կյանքը զոհաբերելով, ասել եմ ինչ կլինի, բայց ես պետության բանակի տեխնիկան չեմ ուզեցել որ փչացնեմ, թե չէ որ ընդ կանգնեմ, խփելու են, ավտոն փչացնեն են, չէ, ավտոն տրաքելու է, մինչև վերջ քշել եմ այդ սարը բարձրացել, ով լավ գիտի 65 պոստից ոնց որ 67-ից 65 էի բարձրանում, այն երկրորդ պաշտպանականի ծառայողները ընդեի լավ գիտեն։
Կրակահերթը դրած եմ մեծ տրամաչափի ավտոմատով։ Կրակում են, ավտոյից մոտ տրակում է, սաղ են պրծել, բարձրացել, տարել ջուրը ասել, ոչ բանակի գույքն եմ վնասել, ոչ իմ կյանքս Աստված է փրկել, բայց ես չեմ մեղավոր, որ ողջ եմ մնացել։ Այսօր նստած ա ինձանից խոսում են, «Էնեյովա, ինչ արել, ոնց արել», ու գիտեք ովքեր են խոսում։ Կռվի ժամանակ, կռված տղերք չեն խոսում։ Կռվի ժամանակ փախած տղերքն են խոսում, որ Հադրութից Ջաբրայիլից Զենքը ձեռին փախել են Ստեփանակերտ եկել։ Հիմա գիտեք ինչ են ասում, բայց մի հատ խորամակ պահվածք են։ Ասում են օրինակ կռվի վաղտ ուր ես եղել, մեր նման զենքը ձեռը չէիր։ Զենքը ձեռը ուրիշ է, կռվելը ուրիշ է։ Դու քո զենքը ձեռը Ջաբրայիլը Աղդամը բանը Հադրութը թողել ես, եկա Ստեփանակերտ, որևէ մեկի ավտոտնակում քնել հելել։ Այսօր դրա մասի շատերը տեղյակ չեն, բայց ինձ ինֆորմացիան հասնում է։ Ու դու լիքը մարդկանց մոտ խաղեր ես տալիս, որ դու բայևիկ ես, Շվարշնեգերն ես, թե Ռեմբոն ես, Ժան-Կլոդ Վան Դամն ես, հա։ Կինոներ եք նայել երևի տենց, հա, Двойной удар, բանը, այն ինչա Universal Soldat, նայել եք ձեզ դրել այդ դերի մեջ, իսկ ես որպեսզի ձեր օրը չընկնեի, որ զենքը ձեռս Հադրութից փախնեմ կամ Ստեփանակերտ, ես դրա մասին պատկերացում եմ կազմել 14 թվին, 15 թվին։ Այսինքն դու եթե պատերազմի ընթացքում ես հասկացել թե ինչ է կատարվում քո շուրջը, ես դա մինչև պատերազմը սկսելը պատկերացրել եմ, հասկացել եմ ինչ է սպասվում մեզ։ Երբ որ թուրքը իմ ավտոյի վրա կրակում է, դու չունես համարժեք զենքը թուրքին լռացնես, թուրքը կրակում է, մեր տղերքը չեն կարող լռեցնեն։ Միջև վերջին փամփուշտը կրակես թուրքը իմ ավտոյի վրա։ Միջև ես գլուխս ղեկի տակ գցած, ջուրը հասցրել եմ, արդեն այնտեղ թմբի հետևն եմ անցկացրել ավտոն, սպասել լույսը իրիկնաժամ էր Արևը մայր մտնի, լուսինը դուրս գա, որ ես կարենամ քշեմ տանեմ տղերքին ջուր հասցնեմ։ Այդտենց գիշերներել եմ ուշ գնացել տուն, շորերս ցեխի մեջ կորած, յուղոտված, հին ավտոյա մի կերպ էի տեղ հասցնում։ Ավելի շատ ջուր երևի ռադիատորս էի լցնում, ռադիատորը ծակ, սարքելն էլ տենց այլ դե լավ չխորանամ այդ ուղությամբ։ Սախ վրեսել, կրիշկան չկար ֆանտայի շիշեի կտրել գցել կրիշկի վրա տակացրել որ բռնի մի կերպ տանջվել եմ ժողովուրդ ջան, ես իմ կյանքի 3.5 տարին տանջվել եմ, ես 2 տարի զինվորական, տարի ու կես այդ պայմանագրային զինծառայության մեջ, վերջի այսօր ասում եք ուր ես եղել, մի ժամանակ էլ ես էի ձեր ընտանիքին պաշտպանում, հիմա այսօր իմ երեսով ընտանիք ասում եմ, մենք քո ընտանիքը պաշտպանել ենք, դու Ռուսաստան ես եղել, տղա ջան, չպաշտպանեիր, ես եմ քեզ ուղարկել կռիվ, թե Բակոն Արայիկը, վերջում էլ Շահրամանյանը Հերթով, ձեր մասին չմտածել ուղարկել են կռիվ։ Ինձանից ինչ ես ուզում։ Ես չէ որ քո դեմը չեմ դրել ասել եմ, ես գնացել եմ բանակ ծառայել, դու ունդե հանգիստ ապրում էիր։ Չէ որ ես էլ եմ մարդկանցից մեկից մեծ եմ, մեկից փոքր եմ, բայց ես իմ ծառայությունը մատուցել եմ։ Իսկ պատերազմը, ես ասեմ, պատերազմը ձեր ընտրությունն է եղել, որ գնացել ես զինվորական դարձել, պայմանագրային կլնես, աֆիցեր կլնես, գնացել ես փող ես ստացել։ Պատերազմը սկսվել է, պետք է կաղնես կռվես, ինչ անես, դա քո պարտականությունն է, իսկ իմը կամավորական է, ես կուզեմ կռվեմ, կուզեմ չեմ կռվի, բա թող իս դատեն, տեսեք ինչ չեն կարա դատեն, որտեվ ես զինվորական չեմ եղել, իսկ այն զինվորականը, որ զորքին թողել է, իր զինվորներին թողել է փոխել, դե ճիշտ է, կարա ոչ բոլորին, բայց դե դատավարությունների միջով անցնում են, որտեվ օրինական է, դու պատասխանատվություն ես վերցրել, որ պատերազմ լինելու դեպքում պետք է կռվես։ Իսկ ես պատասխանատվություն չեմ վերցրել, ես իմ քաղաքացիական կյանքով էի զբաղված։ Ինչպես ես, այդպես էլ 950,000 մոտորապես 1 միլիոն Ղարաբաղցի կա աշխարհի հայերի մեջ։ Այդ աշխարհի հայերի մեջ Ղարաբաղցիներից մենակ ինձ տեսակ, որ Գևորգ պատերազմի չի մասնակցել, գտնվել է Սփյուռքում։ Բայց Սփյուռքում ինչքան Ղարաբաղցի կա։ 950,000 Ղարաբաղցի կա։ Որից չէ 800 քանիսն է Սփյուռքում, 100 քանիսը եղել է Ղարաբաղ։ Ինչու բոլոր Ղարաբաղցիներին ուրեմն նույն գնահատականները, նույն հայոյանքները չեք տալիս։ Հա, այդտեղ լեզուները չի պատտվում եւ ուղեղները սկսում աշխատել, որ չեք կարա պատասխան տակ, բայց որ Գևորգը ճանաչված մարդ է, մեր հետևից չընկնի, կարանք ինչ ուզում ենք ասենք, ես դες ցույց եմ տալու, ես դες խոսք եմ տալիս։ Կին կլինի թե տղամարդ։ Ով որ ձեռս ընկավ այդ իսկ ֆուրտվողներին, ես իրավապահ համակարգի առաջ, օրենքի առաջ զգուշացնում եմ, դուք չեք պաշտպանել իմ ինքնասիրությունը, իմ արժանապատվությունը, օրենք։ Ես պաշտպանելու եմ իմ ձևով։ Կամ էլ ես պահանջում եմ, որ դուք գոնե դադարեցնել տակ այդ ամեն ինչը։ Եթե չեք զբաղվում այդ գործերով, ես անցնելու եմ ֆիզիկական ուժի։ Ես անցնելու եմ բռի կերպի, այն ձև բռի
ծեծ ու ջարդի ենթարկեմ, որ այդ մարդիկ կյանքում մոռանալու են ընդհանրապես մտնել Facebook, TikTok։ Ես խոստանում եմ, գյուղապետ կլինի, քաղաքապետ կլինի, չգիտեմ ում բարեկամ կլինի, Բակոյի բարեկամ կլինի, ով ուզում ալնի, մեկ բռնելու եմ, եթե ինձ հայհոյել են։ Այդ մարդկանց ես փիս պատիժ եմ տալու։ Իմ հետևն էլ լավ տղեր կան, չիմանաք ես տենց կորած եմ։ Ենա լիքը լավ տղեր կան, որ ճշտի կողմնակից են, բայց ես չեմ ասում տղեր գնացեք դրանց հախիցի եկեք։ Ես հախից կգամ, իրանք կգան իմ թիկունք կպահեն։ Էդ էլ կտեսնակ, ձեր մաշկի վրա կզգաք։ Ես իմ կյանքի փորձից գիտեմ։ Երբ որ տնորենը Իրանից դուրս էր գալիս, ուզում էր շահագործեր ինձ, մի օր որ բերանին ստացավ, հաջորդ օրն ասում է Գևորգը լավ տղա է։ Այսինքն դուք ուզում եք հերթով ես ձեր բերաններին տամ, նոր ասեք, որ Գևորգին հարգում ենք։ Զգուշացնում եմ, հարգանք եք դրսևորում, ոչ միայն իմ հանդեպ, ոչ թե խնդիրը միայն ես եմ, այլ մեր մայրերը եւ քույրերը։ Դուք իրավունք չունեք մեր մայրերի քույրերի մոտ ձեր այդ ամբարոյական անդաստիրակ բերանը բացեք հանրության առաջ։ Դուք այդքան չկաք, դուք իրավունք չունեք կամերով հեռախոս օգտագործեք iPhone, Samsung, ձերը պետք է լինի այն Nokia-ը, որ առաջ եղել է կնոպկով։ Զանգ ընկերոջը ընդհանրապես սենց հարաբերություն բարեկամների հետ։ Իրավունք չունեք համացանց մտնեք։ Համացանցը պետք է լինի կարմիր գծեր, որ ամեն տեսակ մարդ իրավունք։ Ես ինքս հələ կասկածում եմ, ես իրավունք ունեմ մտնեմ համացանց եւ ինչ որ վերլուծություններ անեմ։ Ես ինքս իմ վրա ասում եմ, ես արդյոք իրավունք ունեմ։ Այսինքն ինձ իմ հանդեպ քննադատական եմ ես մոտիկանում։ Բայց ես գիտեմ լիքը հետևորդներ ունեմ, որ այդ մարդիկ իմ ներկայությունը համացանցում կարևորում են, դրա համար կարծում եմ, որ իմ հեռանալը ստեյշ ճիշտ չի, բայց եթե ես տեսնում եմ, այս համացանցից օգտվում է եւ ամբարոյականից ծնունդ անդաստիրակը հայախառը խոսույթ օգտագործում եւ ես ինձ թե կամ ավելորդ պետք է համարեմ դուրս կամ էլ ես պետք է աշխատեմ իրանք ընտեից վերանան։ Խնդրում եմ աջակցեք այս հարցում, ով ունի հնարավորություն պատրաստ եմ գնալ ազգային ժողով, համապատասխան հանձնաժողովներին, ովքեր որ կազմեն հանձնաժողով այս հարցը քննարկեն, հանձնաժողովի քննարկմանը մասնակից դառնամ։ Ես ինքս կփորձեմ տարբերակներ առաջարկել, արդեն եթերով առաջարկեցի, կարող եմ հանդիպել այս հարցով քննարկել, որովհետև այդ մարդիկ ասում եմ, դրանք մակաբույծ են, դրանք պարազիտ են ընկած մեր հասարակության մեջ։ Այսքանը կներեք ժողովուրդ ջան երկարացնելու համար, հուսով եմ այս խնդիրը տեղ կհասցնեք դուք նաև եւ կլայքեք եւ կտարածեք, որովհետեւ սա շատ կարեւոր է։ Մտածում ես քո մամայի մասին, հարգելիս որ հիմա նայում ես, եթե մամա ես, մտածում ես քո աղջկա մասին, քո դեռահաս թորնուհու մասին, քո դեռահաս թորնուհուն արդեն պղծում են մեր շրջապատի հայերը, ազգությունը յան, պահելաձևը չգիտեմ ինչ ազգի ներկայացուցիչ են։ Խնդրում եմ անտարբեր մի եղեք, բարի գիշեր բոլորիդ, Աստված